Սիրելիներս, մենք արդեն 2 ժամա դուրսն ենք ու ես մոռացել էի, որ պետք է նկարեի։ Դուրս էինք եկել հեռախոսս ապահովագրելու, որովհետև ժամանակ չէր լինում, Վիտոն աշխատում էր, ինքը պետք է գար հետս անպայման։ Ապահովագրեցինք, հետո խանութներով գնանք տուն ցույց կտամ, այնպեսի որ շատ բաներ եմ գնել։ Հիմնականում հավ էի ուզում գնեի կրսքամիս, որ կիևյան կոտլետներ պատրաստենք աղջիկներիս հետ այսօր վաղը տանն ենք, այսօրվանից երեխեքը տանն են, այսքան այսօր եմ դասի ու տանն են, կհասցնենք։ Այդպես լավ, բայց մեր գնումները շարունակվում են, գնանք մի հատ ռուսական խանութ, այսինքն Mixmar, հետո նոր տեսնենք։ Որն է քաղցրները սրան։ Սիրելիներս, ռուսական խանութի գնումները վերջացրեցինք ու այստեղ մենք ու մեր ավանդույթները ռուսական խանութ առանց ռուսական պաղպաղակ երեխեքի համար վերցրել ենք այն թզուկներից, բայց դե մենք հատուկ փորձարկումներ, հենց դե բրիկետը մշտականին ամենասիրելի պաղպաղակն է, բայց սա շատ մեծ է, մի փոքր կուտեմ, մնացածը կտանեմ տուն, եթե մնա։ Գնացինք։ Սիրելիներս, մի հատ արագ ցույց տամ այս գնումները, ռուսական խանութից դեպպես խառը, կոնֆետներ, պաղպաղակներ, այդպիսի բաներ, մթերային գնումները ցույց չեմ տալիս, ներքևն է, այնպես չեմ էլ դասավորել դեռ, այստեղ գնել եմ այսպես 2 հատ, ինչև սուրճս լինի էլի ցույց տամ, թեյ բաժակ, ու եկել եմ տուն ու ասում, հա բայց ես ինչի օգտար վերցրեցի, որ սենց, սրանց սուրճինը ունենք, դրա համար թեյինն էլ վերցրեցի, այդ սուրճը լցնենք։ Սենց ու շարունակենք։ Ուրեմն լավ, այսպես, այստեղ էլի անուշաբույր հողերից, սենց, կլիա, ինչ եմ ուզում ցույց տալ, հա, զոյկային, այսպիսի տաբատ եմ վերցրել, սպորտային, զեղչվել էր, սենց ուղղակի ամենօրյա, տաք, գրպաններով տնային ու մի հատ տեսեք ինչքան գնել, մենակ լինի հակը, սիրուն կլինի շատ, սենց սիրուն կիսաշրջազգեսնա, պիտի կան, այ սենց կարճ,
վրենեկող սինց սվիտերը շատ սիրունը բայց բան չկարողացա գտնել սպիտակ զուգագուլպաներ էին անգալիս չկար իր չափը չգիտեմ ինքան վաղուց չեմ գնել որ բան արեցի բայց պետք է գնեմ կամ զուգագուլպաներ կամ մարմնագույն կամ սպիտակ ռետուզ այդպես այս էլ իմ գնումները սիրելիներս լավ սուրճս խմեմ իմ հարուսական խանութի ձորիկները կոնֆետները պեչենիկները հեսա կոնֆետներն էլ են կողմում կլցնեմ Սիրելիներս գնումներիս մի մասը դեռ այսպես դրած է այստեղ չեմ դասավորել որովհետև հիմա կասեմ ինչ եմ անում ահա ինձ ինչ պետք է մեջից վերցրել եմ տոլմա եմ պատատում այստեղ տոլմայիս խճողակն է այստեղ են համեղ խուսը որի մի մասը գիտեք գնում ասրա մեջ մի մասը լցնում եմ այստեղ արանքները այս կաղամբն է ովքեր չգիտեն այսպես եմ անում փաթաթում եմ սնդային թաղանթով դնում եմ միկրոալիքային վառարան ու ինքը այսպես շատ լավ փափկում է ու հիմա մինչ այս փաթաթեմ մի բան ձեզ ցույց կտամ Անգելինաս եկել է տուն ու Անգելինայի նվերները իրենց այդ Secret Santa-ի այս ընկերուհին է ասեմ որ այստեղ մարդ է էլի ուղղակի ինքը սև գույնը դրա համար չի երևում Անգելի ականջից հեռու որ ասում եմ այդ որ իրեն քաշել էր էլի ասեմ էլի խիա դեմքին սրտիկ դրել մեկը չի երևում ասում մամա մի ասա դες չի կարելի ասեմ հա դե ճիշտն եմ ասում Ռեմնես Զոյկա սա բերել եկել է տուն Զոյելը կամացածրու թագուհիս այս Զոյկան ա բերել իր պապայի համար Սուրբ ծննդյան նվեր թե ինչի պապայի չգիտեմ ասենք ու այստեղ մոմերն էլ ինքը 5 հատ է նկարել Զոյկա խես 5 հատ մոմ նկարել 4 հատ է լինում ադվենտի մոմերը Հələ տեղ կար մի տեղ կար դրա համար այստեղ էսպես շնորհավոր անքը գրած մալը տեղ կար դրա համար իսկն որ շատ տեղ մնար մի 24 հատ նկարելու էր բալա ու այստեղ այսինչ ինքնո պոտրոշտի իր ձերքով ոստղը բոգոգոչի շին սիրուն այս կարաս հանես տոպրակից տեղ սիրուն դնես այս կողմում դիր սիրուն ու Անգելինայի այդ նկարներ ու մեկ էլ այս բոքսը ընկերուհու այդ Secret Santa-ի Դե արդեն ասել եմ, որ Անգելը հելոկիցի մեծ սիրահար է, սպասի թագուհիս ուրեմն այստեղ այսպիսի գուբկա է սպոնգ մի րոպե հա, ոնց որ քեզ ավելի շատ է հետաքրքրում այս պայուսակը կոսմետիկայի այս ասում է մի րոպե Զոյ ջան այս ասում ուսուցչուհին է դասղեկն է նվիրել չի սիրում դասղեկին բացարձակ ասում է բանը բայց դասղեկն իրան շատ է սիրում ինքը այսքան սիրում ասում է չեմ սիրում այտենց որ ինքը անդադ փոփոխվում է մեկ լավ է հետներս մեկ վատ է այս ասում է դա այսքան էլ հազիվ իրա նվերը մի հատ գրիչ է նվիրել այս էլի ընկերուհու նվերն է այս կոնֆետները արդեն հանել կերել է Այս սրանք մեջներ էլի լցրած այստեղ հայելի է սաներ էլի կոնֆետներ այստեղ ինչ է Սին սիրուն տուփիկով երևի զարդա օ հիլոքիցի զարդա այստեղ էլ դուխի է ոնց որ թե հա ու այս արգանայզերը սա Անգելինայի նվերները Secret Santa-ի Այս բացի կդնեմ տեղը նորից լավ գնանք տոլման փաթաթենք սիրելիներս տոլմաս արդեն վրան է եռում է մի հատ էսպես բացեմ ու մինչ տոլմաս կեփվի ես այս կողմում ինչ եմ պատրաստում Կիևյան կոտլետներ էի ուզում պատրաստել ու քանի որ պետքա գնեի կամ հավի կրծքամիս եւ ազդրամիս, որ փափուկ լիներ, ես որոշեցի միանգամից գնել հավիկները։ Այսպես 6 հատ հավ եմ գնել, կառանձնացնեմ, դե մաշկը կհեռացնեմ, թևիկները կառանձնացնեմ տապակելու համար, մեջքը ապուրների համար, մի խոսքով բդերով, բդիկներով, կրծքամսով, որտեղ միս կա, դրանք էլ կաղանք ու կպատրաստենք Կիևյան կոտլետներ, հիմա այս ամեն ինչ կպատրաստեմ, Զոյկային տանենք երաշտական դպրոց, գանք ու սկսենք աղջիկներիս հետ։
ուրեմն Էլենս էլ եկավ դասից ու իմ ու իր համար բանա պատրաստել, քանի որ դասից հետո ինքը մտնում է մարզասրահ, գալիս է ու պետքա դրանից հետո անմիջապես ինձ համեղ բաներ ուտի։ Այստեղ ֆունչոզայա, այստեղ պալչկաներ, կրաբովա, բանջարեղեն, թթվասեր, ձու ու ինձ էլ է պատրաստել, հա ու կարմիր պղպեղներ թարմը, սոյայի սոուս եւ կծու սոուս, կծու քաղցր։ Ինձ էլ է պատրաստել, հիմա մի հատ ուտենք։ Դրանց առաջի անգամ չի որ ուտում եմ, բայց թե էլի։ Լավ, սիրելիներս տոլմաս այս փուլում է։ Սենց։ Այդել է բացեցի ուղղեց մեջտեղից։ Հիմա գնում եմ մի հատ էլ սուրճ խմենք, վերև եմ բարձանում սուրճ խմեմ։ Այ, ու կարծում եմ 10 րոպեից պատրաստ կլինի արդեն։ Սիրելիներս սկսեցինք, դրել եմ պատրաստի իրերը, պարագաները, այսինքն իրերը չէ, պարագաները ինչ մեզ պետք է։ Հիմա այստեղ առանձնացնում եմ, որը պետք է աղալու համար, որը պետք է ուղղակի առանձնացնեմ ու որը պետք է աղամ, որ հիմա պետք է օգտագործեմ, դրանք կառանձնացնեմ, կդնեմ մի ժամ այդպես աղաջրի մեջ, կլվանամ, հետո նոր կսկսեմ աղալ, դե այս կողմում էլ արդեն բերել եմ սոխը, մսաղացից մասերը, որ միացնեմ հարիչի խոսքով իրա տեղը, այնտեղ որտեղ պետք է, այստեղ էլ մի փոքր հաց եմ, այստեղ իմ մոտ ընդամենը 2 հատ են մեր երկար հացերից է, շատ քիչ հաց եմ ավելացնելու, այսպես, հաց կարող ենք նաև չավելացնել, ուղղակի ես մի փոքր կավելացնեմ, այ այդպես, սկսեցինք կտրատելու գործընթացը, ուրեմն այսպես, դնում ենք, կտրում ենք ավելորդ մասերը, դե մաշկը պետք է ամբողջովին հեռացնեմ, մաշկահան անեմ, բտիկների վրայից, ամեն տեղից, ու ինչպես է մաշկը դուրս գալիս, ես շատ անգամներ եմ ցույց տվել, մեկ անգամ եւս ցույց կտամ, ինչպես է ավելի հեշտ դուրս գալիս, վերցնում ենք ուղղակի սովորական խոհանոցային մի քիչ հաստոտ անձեռոցիկները, տեսեք, բռնում ենք ու հանում ենք, ինքը շատ հեշտ է այսպես դուրս գալիս, ամբողջովին դուրս է գալիս, տեսեք, այսենց, ինքը շատ լավ մաշկահան է լինում, հիմա մի հատ այսպես անեմ, տեսեք, մի հատ այնքան որ բացում ենք, բռնում ենք ու քաշում ենք և վերջ, հիմա մի անգամից ոսկորահանել անեմ, նոր լցնեմ սիրելիներս, որ ավելի գործս հեշտացնեմ, այնպես չլինի, որ մի գործը մի քանի անգամ անեմ, իհարկե ջանջալ գործընթաց է, բայց դե ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է խոհանոցի հետ ու նաև մսեղենի հետ, մշակումը, այդ ամեն ինչը ինձ հաճելի է։ Սենց ուղղակի կարելի է կլոր շարժումներով սիրուն անել ու վերջ։ Ու այսպես շարունակ։ Այսենց պտտելով, մի քիչ պտտելով, որ ամբողջը մի անգամից դուրս գա, դանակս շատ սուր է, վախենալու սուր է։ Վերջ սիրելիներս, այսպես շարունակ, այսինքն վերջ չէ, սկիզբ, սկսեցինք։ Սիրելիներս, ահա, այստեղ բդիկներն ու դոշնա, կրսկամիսն ու ազդրամիսը, այստեղ թևերն ու մեջքնա, ապուրների համար, պահել եմ այսպես, կամ չգիտեմ ջառոց դնելու, կամ ինչև է, այստեղ էլ այս ուսկրահան արած կտորներն է, չգիտեմ, տեսնեմ, որը ինչ եմ անելու։ Հիմա կարևորը իմ համար, սա է, սրա վրա լցնում եմ աղը, ջուրը ու գնում ենք զոյկային տանենք դաշնամուրի գանք, կակրաս հենց կանցնի մի ժամը, կգանք ու կսկսենք աղալ արդեն, կքամեմ, հետո լցնելու եմ, քամելու եմ, լվանամ նորից, լցնեմ քամիչի մեջ, որ լավ քամվի, որ ջրիկ չլինի, ջուր դուրս չտա։
Շատը ջրոտ չլինի էլի լվանալուց հետո։ Այսօր երաշտական դպրոցի էլ վերջի օրն է։ Արձակուրդ են արդեն բերել ենք։ Ու ես հնարավորություն ունեմ Զոյկային բերելու, բացի Թագուհիս։ Որ շուտ ալինում ստեղ եք նստում սպասում։ Ինքը գալիս կանչում է։ Գնայի վերջացրել եմ, ոնց որ գնաց են աղջիկը քեզնից առաջի, չէ՞։ Գնում ես։ Սիրելիները Զոյկային թողեցին երաշտական դպրոցում ու ես եկել եմ այստեղ, քանի որ հետևորդուներից մեկը նախորդ վլոգում երբ գրել էի, որ ցիտրոնս վերջացել է, գրել էր թե որտեղից կարող եմ գնել ու ինչպես է կոչվում, ու ես եկա ու գտա, ահա այստեղ, տեսեք, սա է, տանեմ տուն, փորձենք ու տեսնենք, համը նույնն է, տարբերվում է, ամեն դեպքում անչափ շնորհակալ եմ։ Մենք հասանք տուն, ես սկսեցի միսս աղալ եւ ահա տեսեք ամենաթեժ պահին կոտրվեց մսաղացի այս գործիքը, բայց դե քանի որ Անգելինան սպասում էր, ես այդքանը պատրաստեցի խճողակ ու հիմա Անգելի համար այս 4 հատը տապակում եմ, ես այսպես տապակ եմ անում, փոքրոտ եմ անում, որպեսզի քիչ ձեթի մեջ տապակենք ու ձեթը անընդհատ փոխելու հնարավորություն ունենանք։ Բարի լույս։ Այսօր դեկտեմբերի 24-ն է կաթոլիկների կալենդարով, այսպես ասած, Սուրբ Ծնունդը։ Ու տեսեք ինձ սիրուն ձին է գալիս, հատուկ։ Առավոտ շուտ է, միակ սուրճ ենք խմում, հագնվենք ու գնանք խանութ, որովհետև այսօր մինչև 12-ն է բաց խանութները, գնանք, որ պակաս բաներ ունենք, քանի օր փակ լինելու խանութները, ցույց դրա համար, որ կարողանանք ապրենք այդ մի քանի օրը։ Բարի մեզ սիրելիներս, սիրուն ձուն է գալիս, գնում ենք խանութ, այս էլ շատ արագ, շատ պատրաստվելու ժամանակ էլ չունեի, որտեղ փակվում է խանութները, ու ինչպես տեսնում եք, այստեղ էլ Անակնկալ ունեմ շուրթիս վրա, այսօր առավոտ շուտ ցավում է շատ, բայց ոչինչ, գնացինք։ Գնացինք, սկսենք հոկերից, տեսնենք ինչ կա։ Մերուկն ազարչվել։ Կարալյոկ կվարսնենք։ Ձյունը ուժեղացավ, վիտանտարով սայլակը դրին ու այս ձյան ու մեքենայում վեշեր իրեր տեղավորելու ամենավատ կողմը հեսա մի հատ ցույց տա։ Տարան, մի հատ տեսեք, ինչ եղավ։ Սիրելիներս ճաշի պատրաստություն եմ տեսնում, այստեղ պատրաստելու եմ կոտլետներ, իհարկե քվեարկության ենք դրել ու քննարկման արդյունքում հաղթեց կոտլետ պյուրե սպաս տարբերակը, ինչ եմ ուզում ցույց տամ, դա սովորական խառը տավար, խոս, միսա, աղսև պղպեղ, կարմիր պղպեղ, Թագուհիս մի քիչ կամացած ռուբալա, ունեի մաղադանոս և սամիհիտ, չորացած կանաչիներս նախորդ վլոգներում ասել եմ, որ վերջացել է ու իմ շատ սիրելի հետևորդուներից մեկը, ով ապրում է Գերմանիայում, ինձ խորհուրդ տվեց, որ գնեմ, ահա այս համեմունքը ու ես հենց այդ նույն պահին մեկնաբանությունը կարդալուց րոպեներ անց գնացել եմ խանութ, չկար, հետո վերջացել էր, այսինքն ասի ուրեմն այս հայերն են գնել վերջացրել, որովհետև իսկականից մեկին մեկ նման է համը ցիտրոնի համին, ովքեր էլ որ չգիտեն, ահա ցույց եմ տալիս, որ իմանաք, այս ամենալավ համեմունքների ֆիրման է ու մտքովս չէր անցնի, որ այս իրանք ունեն տարբեր տեսակի համեմունքները, սամիթը, մաղադանոսը չորացրած, ռեհանը, բայց չէի
ասի, որ սա ծիտրոնն է, շատ լավն է, շատ շնորհակալ եմ։ Միսը այսպես հոտից արդեն զգում եմ, որ ինքն է։ Այստեղ աղբյուրեն է, ես մի կողմում էլ մի փոքր բան եմ պատրաստելու սպաս, ուղղակի հենց հիմիկվա համար, որովհետև 3 է վերջացել, բայց դե գիտեք, մեր տանը պետքա պարտադիր ամեն օր լինի ու ես ցորենով եմ էփում։ Վերջ, մեր ճաշն արդեն պատրաստ է, պյուրե, կոտլետ, թանապուր։ Բարի ախորժակ։ Ապրեք։ Վերջ, սկսում ենք Կիևյան կապետների պատրաստման գործընթացը, այստեղ ինձ մոտ ալյուր է, ձու, այստեղ պաքսիմատ, ամանները, որ այսպես հարմարային սառցախցիկ տեղավորելու, սառեցնելու, հետո տոպրակների մեջ շարելու համար, այս կողմում էլ միսն է, միսս շատ էր, բայց դե աղալուց ասեցի, որ կոտրվեց, հիմա այս կսարքենք, մինչև 2 օրից կգա իմ այդ մասը, նոր կշարունակենք, բույրը շատ անուշ է, այստեղից էլ, որ երեք վերցրել է 3 հատ, 4 հատ սարքել էի փորձի համար։ Այսպես վերցնում ենք գնդիկը, հիմա կարաքել կբերեմ, որոշել եմ միայն կարաքով անել, այս մեկը, մյուսը հետո նոր կանեմ պաներով, կանաչիով, սնկով տարբերակը, այսպես ուղղակի դասական կարաքներ բերեմ, դրել եմ չեմ հանել, որ չհալվի։ Կոտլետների ես երկրորդ չափաբաժինն եմ բերել եմ վերևի սառցարանը, ներքևում էլ տեղ չկա։ Մամի այստեղ ազատենք, այստեղ պետք է տեղ ազատենք, որ դնենք սրա վրա, այստեղ ավելի հարմար է։ Ներջ ես հատվածը դատարկեցի ու հիմա այս դնում եմ այստեղ, սենց, ու հուսոլը պակվելու է, ներջ պակվեց, հենց սարիկը դատարկեմ արդեն զիպ տոպրակների մեջ, մի հատ մեր ձյուն է հիմա նայեք, մի հատ նայեք են իմ սիրունը, արդեն որ գետինն էլ աճերմակում, արդեն ավելի սիրուն է ու եկել ենք սուրճ խմելու, ստեղ դրսում տակա ցուրտ չի, պատշկամբում, հիմա մի հատ նստենք, սուրճ կհայել ենք։ Սիրելիներս, նախատեսված պլանավորված գործերս վերջացրի, դուրս ենք եկել, մի հատ ձնով հմայլվեմ ու գնում ենք դեկորս տուն։ Սիրելիներս, այնքան գեղեցիկ է ճանապարհը, ամենուր սուրբ ծննդյան շունչա, տների լույսերը մի այլ կարգի գեղեցիկ վառվում է այսօր, պատուհաններից, որ տների կողքով որ մոտիկ ենք անցնում, երևում է ներսում արդեն սեղանները գցած, նստած կամ չգիտեմ, նվերներով ճանապարհներին հանդիպում ենք մարդկանց, որ նվերներով, տոպրակներով գնում են մեկը մեկի տուն, խոսքով շատ հաճելի ճանապարհ է, ուզում եմ անդադ նկարեմ, որովհետև ամեն պահի ինչ որ մի հետաքրքիր բան ֆիքսվում է։ Sire
Դժբախտաբար ճանապարհին հանդիպեցինք ոչ միայն գեղեցիկ տեսարանների, այլ նաև այսպիսի վթարի, որ շրջվել էր մեքենան, ճանապարհը փակեր ոստիկաններով, ու ես այն ամենասիրուն Երևակայի ամենասիրուն եւ ամենավտանգավոր ճանապարհն է, որտեղ պետք է շատ զգուշ վարել։ Չես երևում զոյ։ Պատմի տեսնեմ ինչ ֆիլմ ես նայել։ Ես վախենալու ֆիլմ եմ նայել։ Վինի Պուխի մասին։ Վինի Բա ինչ էր անում ինքը։ Վինի Պուխ։ Սենց երկու հատ մարդիկ արջինը անում է վինիա ու ուրիշ տիպում ու սենց երկուսով սենց թիմ են արել ու սենց մարդիկ են սենց Սպանում էին հրտով։ Ու դու վախեցել ես։ Բա ում հետ ես նայել։ Անգելի, Էլենի ու Ալենի։ Խմբակային էլի տենց։ Փակի։ Չէ գնում ենք կյանքս, փակի, չմրսես, փակի։ Ցեղ կլինես, փակի։ Կերանք։ Այսպես, տեքրն ընկել է հարսի հետևից։ Գիշերվա 1000-ի Սիրելիներս ու քանի որ այսօր կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, Քրիստոսի ծնունդը, ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել մեր բոլոր։ Լցվես ծոցս։ Սիրելիներս խաղացինք, վերջացրինք ու ինչպես հասկացաք, չթողեցին, որ ես ավարտեի իմ բարեմաղթանքները, շնորհավորանքները, ձնեցին ինձ, լավ, հիմա կշարունակենք։ Սիրելիներս, մենք արդեն տուն ենք գնում, չգիտեմ ինձ ինչքանով եք տեսնում, բայց արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորիս Սուրբ Ծնունդը, քանի որ քրիստոնյա կաթոլիկ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը, ու քանի որ մենք ունենք ընդամենը մեկ Աստված, կարևոր չի, որ երկրում, որ օրը, որ ժամին են նշում, մեզ համար էլ մենք էլ ենք քրիստոնյա ու հարգում ենք իրենց եկեղեցական օրենքները, չնայած որ մենք ունենք մեր օրը, նշում ենք մեր օրով, ինչևէ, շնորհավորում ենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի ձեզի Սուրբ Ավետիս, այնպես որ թող օրհնյալ լինի Քրիստոսի ծնունդը, թող բոլորիս օջախներում Քրիստոսի Հիսուսի Աստծո ներկայությունը միշտ լինի, առողջություն լինի բոլորիս ընտանիքներում, ոչ մի հիվանդ չլինի, ոչ մի տանը
Միայն առողջության, հաջողության ու ամփորձանք օրեր, ամիսներ, տարիներ լինեն բոլորիս համար։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Սիրելիներս, մենք հասանք, քանի որ առավոտյունն է գալիս, մեքենան էլ տեղավորենք, կանգնացնենք ավտոտնակում ու գնանք տուն։ Բարի լույս, սիրելիներս։ Այ սենց բարի լույս։ Շաբը 7-ն է դեռ ու արդեն վիտոն հելել է, արդեն հասցրել է մокրի ձյունը։ Սենց ամբողջովին սիրուն մաքրել է։ Գնում նախաճաշ պատրաստեմ։ Նախաճաշեցինք ու անցնում ենք պասուս տոլմայի պատրաստմանը, բազմից եմ ցույց տվել, այստեղ ինձ մոտ լոբազգիներից լոբի, սիսեր, ոսպ, գարող, ձավար աղացած, մի փոքր, ինչպես գիտեք, տատիկիս բաղադրատոմսով էլ կարտոֆիլ եմ ավելացնում, շատ առատ սոխառած, առատ չորացրած ու այնպես խառը կանաչիներ տոմատի մածուկ, այստեղ էլ իմ թթու դրած կաղամբն է, շատ լավ է թթվել, որտեղ արդեն կլինի երևի 1 ամիս է ջրի մեջ էր, ահա այսպես կփաթաթեմ, հետո նոր կտեղավորեմ կաթսայի մեջ։ Սիրելիներս, պասուս տոլման դրեցի սառցարան ու անցա հաջորդ ուտեստին, այս պատրաստում եմ երեխաների համար, որպեսզի անգելիս ծնունդին կիևյան կոտլետների հետ մատուցեմ։ Ինչ է այստեղ ինձ մոտ։ Կարտոֆիլ է տապակած լավ կարագով ամեն ինչով, ավելացրել եմ համեմունքներ, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, ձու և ալյուր, սարքել եմ խմոր ու խմորը այսպես ինքը լավ կպչուն է լինում, այսպես գլորում ենք բաքսի մատի վրա, բոլոր կողմերից, հետո այսպես ենք անում, որ ինքը սիրուն տեսք ստանա, կարող եք ավելի սիրուն անել, ես ուղղակի շտապում եմ, ու հետո վրան կարող եք հենց այսպես կլոր թողել, կամ էլ վրան այսպիսի նախշեր անել, ինչի եմ ես այս անում, որովհետև կեսն էլ պատրաստելու եմ պանրով, որպեսզի տարբերեմ որն է պանրովը, քանի որ ոչ բոլոր երեխաներն են սիրում պանրով, ես այսպես պատրաստում եմ, իմ հետևորդները գիտեն, պատրաստում էի նաև նույնը ավելացնելով հավի կրծքամիս, թել-թել արած կամ մանր կտրատած ու այդպես հետ հատուկ շատ համեղ ուտեստա, որը կարելի է փաթաթել բդիկի ոսկորի վրա, ազդրա ոսկորի վրա կամ հենց այսպես կոտլետներ անել, բայց ես այս ուղղակի այսպես կարտոֆիլով եմ պատրաստում առանց մսի, հենց զուտ կիևյան կոտլետների հետ մատուցելու համար։ Լավ, ես շատ ունեմ դեռ, արագ պատրաստեմ։ Սիրելիներս, մեքենան վերջացավ ու ուզում էի մի անգամ էլ ասեմ, որտև հարցրել էիք Կարին ջան, թափվում է գույները, թե չէ։ Տեսեք, սրանք պատառաքաղները արդեն երևի, չգիտեմ որորդ անգամն եմ լվանում, ոչ մի գույն չի թափվում։ Խորհրդի կարգով ասում եք խորհուրդ կտաս, թե չէ։ Ես ասեցի, որ իրանք անհարմար են, շատ նրբիկ են ու չեմ կարծում, որ չեմ լավ տորթ-մորթ կտրելու համար իրանք հարմար կլինեն։ Այստեղ այս դանակներն էլ, մի տեսակ շատ նրբիկ են, չգիտեմ, ամենօրյա, տոնական օրերի համար հարմար են, բայց ամենօրյա կարծում եմ հարմար չեն, բայց որ գույները չի թափվում, այդ ուզում եմ ձեզ ասել հենց հիմա ու սրանք էլ էի դրել փորձի համար, կարող էի ես մի երկու պլաստիկը ձեռքով լվանալ, ուղղակի որոշեցի դնել, որ տեսնեք ոչ մի գույն չի թափվում, փայլը տեղը, ամեն ինչը տեղը, այսպես, այս եմ ձեր հարցի պատասխանը։ Սիրելիներս խաշլամա եմ պատրաստում, այն հավի մեջքի մասերն է, մեջքը ու հետևի մասը, այսպես ասած, որ կիևյան կոտլետների համար առանձնացրել էի, ներքևում շարել եմ իրենց,
կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ, այս երկու փոքրիկը դդմիկ է, կաբաշկա է, այսպես եմ դրել, որ հետո հանեմ, ես ուտեմ երեխեքը կամ երեխեքից ինչ-որ մեկը, որտեվ տղամարդիկ չեն սիրում, այսպես պղպեղ, կանաչ պղպեղ, կանաչ եղեն, խոսքով սրանք էլ եմ մեծ դրել, որ հետո հանեմ, հիմա մի փոքր ջուր եմ լցնում վրան, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ եմ լցրել, կանաչին էր չորացած, մի քիչ ջուր եմ լցնում ու մարմանդ կրակով դրենք եփվի։ Իսկ այս կողմում ինչ ունենք, քանի որ պասուստոլման դրեցի սարցախցիկ, այս մի հատ բուջուրի կամանովը բան եմ արել, եփել եմ, որ հիմա փորձենք մի հատ, պրոբանենք։ Աղը անալին տեսնեմ, որ հետո իմանամ սոուսը խճողակ, որ լցնենք վրան տոմատը, աղի անենք, ոնց անենք։ Հիմա փորձելու ենք։ Բարի լույս սիրելիներս, ահա եւ եկավ խոստացված պահը, որ պետքա համեմունքներս լցնենք, այստեղ ունեմ տուփերը, տարաները, այստեղ գրելու գրիչը, նակլեյկան, որի վրա գրելու ենք ու այստեղ բերել եմ ամենաշատ օգտագործվող համեմունքներից, կարմիր պղպեղ, սև պղպեղ, այստեղ էլ է պապրիկա, այստեղ պապրիկա է, աղ, ծովի աղ, այստեղ վերջերս հայտնաբերած ցիտրոնը, սխտորի փոշի եւ այսպես պատտեմ եւ այսպես կումել գվյոցը մի քիչ ինքը բանի համով, չամանի համով, այսպես մսային համեղ բանը այսքանը լցնեմ ու էլի ունեմ ներքևում շատ համեմունքներ, բայց քանի որ արդեն իրենց ամանների մեջ էին, էլ չուզեցի բերեմ, կլցնեմ այսքանը կտեղավորենք, հետո նորից կգնեմ հատուկ էստեղի համար ու կտեղափոխենք իրենց համապատասխան տարաների մեջ, տարաներից էլի ունեմ։ Այսպես եւ վերջնականապես որոշեցի, որ չէ, ես դասավորելու եմ հենց այստեղ, հենց իրենց համար նախատեսված դարակներում, որովհետեւ այստեղ այսա լույսը կվառեմ, կտեսնեք, որ այստեղ շատ սիրուն է նայվում ու հենց ինքը նախատեսված է հատուկ համեմունքների համար։ Դե ինչ, սկսենք։ Իդեպ գիտեմ, որ հարցնելու եք, քանի որ արդեն երևացել է կադրերում, ասեմ, այս են ֆոլաթթուն է, որը ես խմում եմ, ֆոլաթթու է այս միայն, իսկ երկաթը, գիտեք, ստանում եմ կաթիլային սիստեմաների միջոցով, այս դրել եմ այստեղ, այսօր խմել եմ արդեն, սա կվերցնեմ, մեզ հարկավոր է մկրատ, վերցնենք բուջուրիկ գթալ, այստեղ դրել եմ, որ չթափվի ու սկսենք արդեն լցնել։ Այսպես, այս սրանք դուրս է գալիս, սրանք կհանենք ու հերթով սկսենք արդեն լցնելը։ Լցնեմ, վերջացնեմ, հետո արդեն կգրեմ վրաները։ Տեսնենք, որը հնարավոր է, այսպես, որը չէ, արդեն ավելավ այսպես մեծ բացեմ ու գթալով ու հիմա կսկսենք փրշտալ սև պղպեղից։ Ամեն կարող ենք այսինքն ավելի մի քիչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Ու ինքան լավն է այս պղպեղը։ Քանի որ պղպեղ մենք շատ ենք օգտագործում, շատ սև պղպեղը մեր տանը շատ է օգտագործում, երեխեքներ են սիրում ու շատ հաճախ օգտագործվող համեմունքներից է։ Հետո դնում ենք սա, ամցնում ենք, որ դուրս չգա։ Ամուր է, փակում ենք բերանը։ Ցնում ենք համապատասխան թուղթը։ Այսպես ու վրան կգրենք պղպեղ։ Ես կգրեմ հայերեն տարբերակները, հետո Էլենը կգրի անգլերեն տարբերակները։ Ստեղ Էլենը կգրի ֆեֆա։
Կամ ես էլ կարող եմ գրել, բայց ինքն էր ուզում գրել, դրա համար եմ ասում։ Լավ, այս մի հատ սպասեք ես անեմ։ Ֆեֆա։ Գերմաներեն տարբերակ եղավ։ Պղպեղ, ֆեֆա, վերջ։ Եվ ես ինձ կդատարկենք ամբողջը։ Կփակենք բերանը ամուր։ Կկպցնենք։ Սանենք, որ դնելուց հավասար լինեն, էդ էլ պետք է նկատի ունենանք։ Եվ ինձ զանգ է գալիս կմիանամ։ Ահա այսպես սիրելիներս, ինչքան որ նախատեսել էի լցրեցի, տարաներ դեռ էլի ունեմ, այնպես որ հետագայում էլ երբ որ նոր համեմունքներ գնեմ, էլի կավելացնեմ։ Սիրելիներս ու քանի որ Ալենը չի համբերում երբանվերը ստանալու, այսօր արդեն 26-ն է, Սուրբ Ծննդյան օրերը ու տարբերություն չկա, թե ով երբ կստանա իր նվերը, համար հիմա ենք կանչել, որ գա։ Դու ինչ էիր ուզել ձմեռ պապիկից։ Տասոտուրու մեկնեք։ Դե բացինենք էտա։ Կաղա լույսը վառած շատ մութա։ Կզուկ մեզ։ Իար նասկին ու ծամոննա, սիրուլ է ինչ տվել եմ սրգրել է։ Հելի դեմքդ տեսնեմ, շնորհավոր։ Մերսի։ Լավ սպասի անջատեմ, թե պապան գա միացնի։ Ահա, պատրաստ է, սեղանը։ Միացրել ենք արդեն ու հենց իր ուզածն է, այս ամեն սրանք գիշերը, որ անջատում ենք արդեն համակարգիչը անջատենք, այսինքն սրանք ինքը ֆոսֆորավառվելու է լույսերը ու հələ մի երկու բան ասա, հիմա դու ունես քո ուզած սենյակը, էլ ինչ-որ բան պակասում է, չէ, ոչ մի բան չես ուզում ուրիշ, ինչ-որ ուզում էի ձմեռ պապիկը իրականացրեց, հավատում ես դու ամանորյա հրաշքներին, որ հրաշքներ է կատարվում։ Ջոնքս։ Էլ ինչ ապետ ծնողին երջանիկ լինելու համար, երբ որ երեխեն այսին ժպտում է, երջանիկ է, շնորհավոր արևս։ Մերսի։ Դե լավ, գնամ քեզ չխանգարենք, փորձի մի հատ։ Չէ՞ սիրուն է։ Փոխվում է գույները, բայց կարաս փոխես։ Այնպես ամեն գույն կա վրան։ Դե լավ, գնացինք։ Մի թաքցրա ուրախությունը դա այդքա։